Մեկ էլ ծորեն է գալիս։ Հա։ Ադրբեջանն ներառել են նոր լոկացիա որպես ծորենի։ Ես դեմ չեմ, որ Ադրբեջանով ծորեն էլ գա, բենզին էլ գա, չգիտեմ, ամեն ինչ էլ գա։ Բայց արդյոք դա համարժեք է նրան, ինչ որ այսօր մենք տեսնում ենք այդ նախապատրաստական աշխատանքները կապված Մեղրիի հետ, Զանգեզուրյան Միջանցքի հետ։ Բոլորովին համարժեք չի։ Քանի որ կարծում եմ միգուցե այս թեմայի մասին չխոսենք, միանգամից ասեմ, ես դեմ չեմ ապաշրջափակման, կողմ եմ, իհարկե կողմ եմ։ Դրա համար եք բանակցել էլի, պարոն նախագահ, այսինքն այդ բանակցային գործընթացի մեջ այդ պարտադիր պայմանը չի եղել լուծվելուց հետո։ Կար, ես նկատի ունեմ արդեն կապիտուլյացիայից հետո։ Հա, անգամ հիմա։ Անգամ հիմա, այո, բայց սկզբի համար անհրաժեշտ էր խոսել, բանակցել մի այլ ճանապարհի մասին։ Բաքու, Ղազախ, Իջևան, Երևան։ Հա։ Ու Երևանից արդեն Նախճիվան է։ Երկաթուղային է դա։ Չգիտեմ, այո, այնտեղ շատ ավելի քիչ ներդրումներ են պահանջում, քան Մեղրիի հատվածում։ Անենք, տեսնենք հնարավորությունները օգտագործեինք այդ երթուղու որոշ ժամանակ, հետո կարելի էր նաև Մեղրիով էլ անել։ Բայց ոչ այս պայմաններով, ինչ է նշանակում անխոչունդոտ է։ Ես այս թեմայով շատ բան չանեմ, շատ չխոսեմ, այս թեմայով մշտապես խոսում է մեր պաշտոնաթող վարչապետ, պաշտոնաթող ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, որը շատ մանրամասն բացատրում է այս իմ ասացի առավելությունը այսօրվա վիճակի նկատմամբ։ Բայց ֆիքսենք, որ դուք նաև դեմ չեք այդ հապաշրջափակման հատվածին եւ առհասարակ անգամ հիմա կապիտուլյացիայից հետո դա կարելի է ստանալ։ Հենց այդ եմ ասում։ Ես դժվարանում եմ ասել հիմա կարելի է ստանալ, թե անհնար է ստանալ, բայց գոնե պետք է փորձել, չէ՞, պետք է փորձել։ Իսկ գերիներին վերադարձնելուց հետո թե գերիների արկայության պայմաններում անգամ պարոն նախագահ։ Ուզում հասկանամ, գերիների պարտադիր պայման չեն վերջնական այդպես բանակցելու։ Գերիների վերադարձը ինձ համար լավ նախանշան կլներ, որ հայկական կողմն էլ է ինչ որ մի բան ստանում։ Ախր մենք ինչ ենք ստացել, էլի։ Ինչ ենք ստացել։ Այդ սորենը միշտ էլ եկել է։ Հայաստանը ինչ է, բան ունեցել, տենց ծորենի դեֆիցիտ է ունեցել, միշտ էլ եկել, ամեն ինչ էլ եկել է։ Նորից եմ կրկնում, իհարկե ապաշրջափակումը լուրջ ձեռքբերում կլինի, բայց ինչ գնով է։ Այսինքն մենք մեր ունեցածը տալիս ենք, փոխարենը ոչինչ չստանալով։